2017-ից հետո առաջին անգամ պատերազմի մասնակից և զինապահ ազգային հիմնադրամի շահառուների ամսական հատուցումը բարձրացվել է ավելի քան 26%։ Սրա արդյունքում տարեկան 4 միլիարդ դրամ ավելի կտրամադրեն հայրենիքի պաշտպաններին։ Մի շարք կանոնակարգեր զինվոր շահառուների հորդորով ազգային հիմնադրամում ևս վերանայել են, որոշել փոխել։ Զինապահի երբևէ առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոխվել է, շարունակում են ստանալ զինապահի շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը, անկախ կարգի փոփոխության։ Զինապահն ըստ հիմնադրամի ղեկավարների այսօր էլ շարունակում է անկյունաքարային հաստատություն մնալ զինծառայողների ու նրանց ընտանիքների համար, և այն խնդիրները, որոնք դեռ կան, այն մարտահրավերները, որոնց բախվում են զինապահները, ազգային հիմնադրամը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում, նաև համապատասխան արձագանքելով դրանց, վստահեցնում են կազմակերպության ներկայացուցիչները։ 2017 թվականից 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մենք հատուցումներ ենք տրամադրել 5491 շահառուների և մոտ 14000 նրանց ընտանիքի անդամների։ 2024 թվականի տարվա ավարտի դրությամբ մենք ունեցել ենք հատուցումներ 5482 դեպքերով և 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպքեր ենք արձանագրել, որը բավականին փոքր թիվ է։ Դժբախտաբար 2024 թվականի առաջին եռամսյակում, եթե համեմատենք, մենք ունեցել ենք 147 դեպք, և դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին։ Հայրենիքին կյանքը զոհաբերած ավելի քան 4300 հայորդու մասին տվյալներն ի դեպ արդեն հասանելի են զինապահի վերաթողարկված կայքում։ Այստեղ նաև մշտապես հասանելի կլինեն դրամական հաշվետվությունները, ընդ որում ինքնաշխատ հաշվիչի միջոցով, մարդկային գործոնը բացառած, թափանցիկությունը սկզբունք է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։